Առաջին լրատվականը սկսում է աշխատանք հանրայինի ուղիղ եթերում, բարի կեսօր, եւ այսպես հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց։ Այն նախատեսվում է հաշվի առնելով 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև 2018 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրական էներգիայի արտադրության, հզորության, ներկրման եւ արտահանման հաշվեկշիռը Գազպրոմ Արմենիա ընկերության ներկայացրած հայտի արդյունքում ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող այլ գործոնների փոփոխությունները։ Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Արցախի հետ սահմանին Ադրբեջանը հրադադարը խախտել ավելի քան 41 անգամ մեր դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 530 կրակոց։ Շփման գծի արևելյան եւ հյուսիսային ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պաշտպանություն։ Տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության ամրապնդման ուղղված քայլերն են Բեռլինում քննարկել Գերմանիայի եւ մեր երկրի արտգործնախարարները։ Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Բեռլինի կողմից Հայաստանում ընթացող բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունը։ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ու Էդվարդ Նալբանդյանը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում, մտքեր փոխանակել փախստականների հոսքի եւ նրանց ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Նալբանդյանը ՀՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի ուշադրությունն հրավիրել առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահարցի հանգուցալուծման գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Գերմանիայում սկսել են դատական հետապնդումների եւ տուգանքների ենթարկել հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեստագի բանաձևի կողմնակիցներին, դատապարտողներին։ Ծագումով թուրք-գերմանացի պատգամավորների հասցեին բանաձևի պատճառով սպառնալիքների գործով առաջին դատական որոշումներն են կայացվել։ Ձախերի կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Սևին Դաղդելենին անառակի որդի անվանելու համար Բեռլինի վարչական դատարանը մի թուրքի տուգանել է 600 եվրոյով։ Իսկ կանաչների կուսակցության պատգամավոր դարձյալ ազգությամբ թուրք Ջեմ Özdemirին շան որդի կոչելու համար էլ մեկ ուրիշ թուրքի պարտավորեցրել են վճարել 700 եվրո։ Երկու թուրք պատգամավորները գոհ են դատարանի որոշումներից։ Բոստոնի համալսարանի Էլի Վիզելի անվան հրեական հետազոտությունների կենտրոնը ընթացիկ ուսումնական տարվանից ուսանողներին առաջարկում է հոլոկոստի եւ ցեղասպանագիտության դասընթացներ։ Բուհի կայքեջում մասնավորապես նշված է. Թեև մեծ ու փոքր ցեղասպանություններ են տեղի գտել ողջ պատմության ժամանակ, դասընթացները կենտրոնանալու են 1900-ականների շրջանի վրա, որտեղ ներառվելու է 15 թվականի հայոց ցեղասպանությունը, երբ թուրք-օսմանյան կառավարությունը ոչնչացրեց ու տարագրեց 1.5 միլիոն հայերի, որոնց մեծ մասն օսմանյան պետության քաղաքացիներ էին։ Կենտրոնում դասավանդելու են նաև հրեաների ողջակիզման, Կամբոջայի, Ռուանդայի եւ մարդկության դեմ գործած այլ ոճիրների մասին։ Բոստոնի համալսարանի ուսանողները ոչ միայն կսովորեն պատմություն, այլև դասեր կառնեն պատմությունից, այս առիթով նշում է բուհի կայքը։ Ուսումնական ծրագրի ղեկավարներն են համալսարանի պրոֆեսորներ Նենսի Հարովիցը եւ Սիմոն Փայասլյանը։ Վերջինս հայտարարել է, որ չնայած ՄԱԿ-ի կողմից ընդունված ցեղասպանության կոնվենցիային մարդկության դեմ ոճիրները շարունակվում են։ Այդ պատճառով էլ կարևոր է դառնում հասարակության հետ աշխատանքը մարդկանց մեջ տարբեր էթնիկ կամ կրոնական խմբերի նկատմամբ ատելության բացառումը։ Նշված ուսումնական դասընթացը նաև ձգտելու է ակադեմիական եւ քարոզչական ճանապարհով ուսանողների մոտ հիմնավորել հանդուրժողականության զգացումները։ Իդեպ Բոստոնի համալսարանը շուրջ մեկ տասնամյակ առաջ ղեկավարում էր մեր հայրենակից Ամերիկայի Արամ Չոբանյանը, բուհի գործող նախագահին իր լիազորությունները փոխանցեց 2005 թվականին։ Հուժկու պայթյուն է որոտացել Թուրքիայի Դիարբեկիր քաղաքում զոհվել է 1, վիրավորվել առնվազն 30 մարդ, պայթյունը տեղի ունեցել ոստիկանատան մոտ, որտեղ տեղափոխվել էին ժամեր առաջ ձերբակալված պատգամավորները։ Գիշերը Թուրքիայի ոստիկանությունը կալանավորել էր խորհրդարանի քրդամետ ժողովրդների դեմոկրատական կուսակցության 11 պատգամավորի
այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահեդդին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին։ Դեմիրթաշին ձերբակալել են Դիարբեքիրում, Յուքսեքդաղին Անկարայում։ Իշխանություններն ասել են, թե քաղաքական գործիչները ձերբակալվել են զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչական քարոզչություն իրականացնելու կասկածով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձերբակալվել է նաև խորհրդարանի փոխխոսնակ Փերվին Բուլդանը, որը նույնպես Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ է։ Բայց կուսակցության մամուլի ծառայությունը հերքել է լուրը։ Ի դեպ, Քրդամետ այս կուսակցությունից պատգամավոր մեր հայրենակից Կարո Փայլանի ձերբակալության մասին լուրն անձամբ հերքել է Փայլանի մամուլի խոսնակ Թամար Նալջան։ Ի դեպ, Ալ-Բաղդադի կոչը քննարկումների թեժ առարկա է դարձել թուրքական և արաբական մամուլում, պատճառը նրա սպառնալից հայտարարությունն էր ուղղված Թուրքիային։ Ձեր ցասման կրակն ուղղեք Սիրիայում թուրքական զորքի դեմ, ասել է իսլամիստ առաջնորդը իսլամական պետության ահաբեկիչներին ուղղված իր հայտնի կոչում։ Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը թողարկել է մամուլի գիշատիչների ցանկը։ Այս ոչ պատվավոր ցանկում տեղ են գտել այն պետական ղեկավարները կամ կառույցները, որոնք ամենից շատ ռեպրեսիաներ են իրականացնում լրագրողների և մամուլի նկատմամբ։ Ֆրանսիական կառույցի դիտարկմամբ Սոմալիի, Գամբիայի, Բուրունդիի կամ Չեչնիայի ղեկավարների, ինչպես նաև իսլամական պետության ու Թալիբանի կողքին տեղ են գտել նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների անունները։ Ինչպես գրում է ֆրանսիական կառույցը, մեգալոմանյակ բռնապետ Ալիևը 2014-ից սկսած դաժան հաշվահարդար է տեսնում իր ռեժիմի վերջին եզակի քննադատների հետ։ Ադրբեջանական անվտանգության մարմինները ոչնչի առաջ կանգ չեն առնում լրագրողներին հեղինակազրկելու և լռեցնելու ճանապարհին, օգտագործելով սեռական բնույթի գաղտնի նկարահանումներ, բամբասանքներ և լրագրողին սևացնելու այլ կեղտոտարշավներ, նշում է RSF ֆրանսիական միությունը։ Այն անկախ լրագրողները, որոնք դիմադրում են ադրբեջանական ռեժիմին, ենթարկվում են ծեծի, շանտաժի կամ ազատազրկման, հավելում է կառույցը, նշելով, որ առնվազն 8 ադրբեջանցի լրագրող այժմ բանտերում է, տասնյակներն էլ հեռացել են երկրից։ Լրագրողներ առանց սահմանի կառույցը նկատում է, որ Ալիևի երկերեսանիությունը սահման չի ճանաչում, քանի որ Թվիտերի իր էջում նա 2014-ին գրել էր, թե իբր լիովին սատարում է մամուլի ազատությանը։ Կազմակերպությունը 180 պետությունների ցանկում Ադրբեջանը տեղակայել է 163-րդ ոչ պատվավոր տեղում։ 151-րդ տեղում հաստատված Թուրքիայի ղեկավար մամուլի ազատության գիշատիչ Էրդողանի մասին նշվում է, որ վերջինս հարձակման է անցել ազատ մամուլի դեմ։ Լրագրողները Թուրքիայում բռնությունների են ենթարկվում, շատերին մեղադրում են նախագահին վիրավորելու համար, համացանցը պարբերաբար գրաքննվում է, նշում է ֆրանսիական միությունը։ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը կորցնում է վերահսկողությունը Իրաքում ընթացող զարգացումների վրա, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնաբանելիս։ Որպես ապացույց բարձրաստիճան զինվորականը հիշեցրել է իսլամիստների պարագլուխ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի խոսքերը, երբ նա կոչով դիմել էր իր հետևորդներին իրար հետ մի թշնամացեք։ Պենտագոնում կարծում են, որ այդ բառերը վկայում են իսլամական պետության շարքերում ջլատման և խուճապի մասին։ Արևմտյան աղբյուրները հենվելով հատուկ ծառայությունների տվյալների վրա գրում են, որ Ալ-Բաղդադին, ով ջերմեռանդորեն կոչ էր անում իր կողմնակիցներին չթողնել Մոսուլը, շտապել է լքել ազատագրվող քաղաքը։ Ի դեպ, այս տեղեկությունը հաստատել են նաև բրիտանական գաղտնի ծառայությունները և այդ մասին հայտնել մամուլի տարբեր աղբյուրների։ Իսլամիստները պնդում են, որ Սիրիայում Ռուսաստանյան ռազմական ուղղաթիռ են խոսել, նույնիսկ համացանցում տեսանյութ են տարածել, որտեղ երևում է ենթադրյալ օդանավը։ Միջադեպը տեղի ունեցել Պալմիրայի շրջանում։ Նախորդին դեպքի մասին հայտարարել էր նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ըստ որի Սիրիա մարդասիրական օգնություն տանող ուղղաթիռն իրոք գնդակոծել էին գրոհայինները, ինչի պատճառով էլ օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել։ Անձնակազմի անդամները չէին տուժել։ Միաժամանակ այսօր Հալեպում 10-ժամյա մարդասիրական դադար է սկսվել, որպեսզի բնակիչներն ու զենքը վայր դրած ահաբեկիչները կարողանան դուրս գալ քաղաքից։ Բերլինում ահաբեկչության կասկածանքով ձերբակալել են 27-ամյա սիրիացու, ենթադրում են, որ նա իսլամական պետություն խմբավորման անդամ է, չնայած ապացույցներ դեռ չկան։ Սիրիացին Գերմանիայում է գտնվում 2015 թվականից հոկտեմբերի 25-ին էլ Գերմանիայի մի քանի շրջաններում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել, որոնց արդյունքում ձերբակալվել են ահաբեկչության ֆինանսավորման հարցում կասկածվող չեչեններ։
Իդեպ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի մեղադրել է իսլամիստներին գրկաբաց ընդունելու համար։ Նա հայտարարել է, որ գերմանական իշխանություններն աջակցում են ահաբեկչական կառույցներին։ Մոսկվայի իշխանությունը շարունակում է պնդել, որ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը փակվել է պարտքերի պատճառով, մինչդեռ կազմակերպությունը հայտարարել է, որ վարձակալման մոտ 20 տարիների ընթացքում վարձավճարը երբեք չեն ուշացրել։ Գրասենյակը պատրաստ է իրենց հայտարարությունն ապացուցող փաստաթղթեր ներկայացնել։ Իրավապաշտպան կազմակերպության մոսկովյան գրասենյակի ղեկավարությունը համոզված է, որ այս անգամ էլ Մոսկվայի քաղաքային իշխանությունը Կրեմլի պատվերն է կատարում։ Նախկինում Ռուսաստանում գործող միջազգային շատ կազմակերպություններ տարբեր պատրվակներով արդեն իսկ փակվել էին։ Դեպի բարեկեցիկ կյանք կամ վերջ վագոն տնակային պայմաններին Ավետիսյանների ընտանիքը Գեղարքունիքի մարզում 15-րդն է, որ Vivassel MTS-ի և Fuller տնաշինական կազմակերպության ջանքերով ավարտին է հասցնում կիսակառույցը և անցնում հարմարավետ պայմաններով կյանքի, այլևս չկան խոնավ թիթեղյա պատեր, անձրևաջրեր ու կաթացող առաստաղ։ Լիլիթ Դանիելյանն է այցելել ընտանիքին լսել նրանց տպավորություններն ու ապրումները։ Վագոն տնակը փոքրիկ է, իսկ ապրած տարիները մի ամբողջ կյանք շուրջ 30 տարի Ավետիսյանների ընտանիքը 1988-ի ավրիչ երկրաշարժից հետո տեղափոխվել է Զարինջագյուղ եւ հենց այստեղ դժվարին պայմաններում մեծացրել 3 որդի։ Տիկին Էվելին անթաց աչքերով է խոսում անցյալի մասին, ավագ որդին մի քանի ամսական էր, երբ տունն ավերվեց ու տեղափոխվեցին վագոն տնակ։ Մյուս երկուսն այստեղ են ծնվել, հասակ առել, հիմա արդեն հասուն տղամարդիկ են, բայց դեռ չեն զգացել քարե շինության հաճույքը։ Դեռևս 90-ականներին նոր բնակարան ունենալու հավատով ընտանիքը փորձել է շինարարություն սկսել երկաթե կացարանի կողքին, բայց այդպես էլ չի հաջողվել, հոգսերը շատ էին։ Սկսեցինք բնակարանի շինարարությունը եւ ֆինանսի փողի բացառության պատճառով չկարողացանք ավարտենք։ Նեղ պայմաններում 29 տարի տոմիկ երկրաշարժից վախցանից տոմիկ մենք ապրել։ 3 տասնամյակ հետո միայն Vivassel MTS ընկերության եւ Fuller տնաշինական կենտրոնի աջակցությամբ Ավետիսյանների երազանքը իրականություն դարձավ կանգուն ջերմակ պատեր, ամուր տանիք եւ հարմարավետ պայմաններ։ Վերջին ակորդներն են մնացել, որ ընտանիքը կարողանա տոմիկին հրաժեշտ տալ եւ տեղափոխվել իր բարեկեցիկ բնակարանը։ Աշոտ Եղիազարյանի խոսքով ժամանակավոր կացարանը լինի դա վագոն տնակ, կիսակառույցի նկուղ կամ հողաշեն տնակ, պետք է ժամանակավոր լինի ոչ ամբողջ կյանքի համար։ Սա երևի շատ մեծ երջանկություն եւ բեկում կմցեն այս ընտանիքի կենցաղի մեջ։ Այսօր ծնողները հստակ ծրագրեր ունեն, ասում են նորամուտից հետո անելիքները շատ են։ Հավատից հետո երեխաների պսատիլում եմ, տղաներին, վեզերին, երկուսին պարտադիր, մենք երկար ենք սպասել այդ օրվան։ Ուզում ենք շենքը բլծնենք, ամսացնենք։ Վերջին 5 տարիների Vivassel MTS-ի եւ Fuller տնաշինական կենտրոնի համագործակցության արդյունքում բնակարանաշինության ծրագրով Արագածոտնի մարզում տունը վերանորոգել կամ կիսակառույց տան շինարարությունն ավարտին է հասցրել 15 ընտանիք։ Լիլիթ Դանիելյան, Հովանես Քյոսեյան, Առաջին ալիք։ Եղանակի հարաբերական տաքացումը խոստումնալից է Սիսիանցի այգեգործ Սպարտակ Ավետիսյանի համար։ Նա իր հողամասում մի քանի տարի ինչ փորձում է էկզոտիկ մրգեր աճեցնել։ Արդյունքները հակառակ կլիմայական կամակորություններին հուսադրող են։ Ծառերն արդեն փարթամացել են, տալիս են ցանկալի պտուղն ու իրենց շուրջ հրավիրում անցորդներին։ Նելլի Միրզախանյանն է այցելել այգի, զրուցել այգեգործի հետ առաջիկա ծրագրերի շուրջ։ Բանանի հայրենիքը հարավային եւ հարավարևելյան Ասիան է համարվում, բայց արի ուտես, որ Կապանի տարածաշրջանի Ծավի համայնքում 4 տարի առաջ տնկված բանանի ծառը կարող է ծաղկել ու նույնիսկ փոքրիկ պտուղներ տալ։ Կա դիմացքն չէ, շուտ վախցնում է տանում է եւ երբ ապրիլից մինչեւ նոյեմբեր այդ ընթացքում ինքը չի հասցնում, էլ համ աճի, համ ծաղկի, համ բերք հասունացնի։ Հետաքրքրությունը պուրպտուն միտքն է դրթել Սպարտակ Ավետիսյանին տնամերձայգում մեր բնակլիմայական պայմանների համար անսովոր այս պտուղը աճեցնել։ Ես տարի որոշել եմ անանաս աճեցնել, կարդացել եմ բանում, կամպյուտերով նայել եմ, որ հնարավոր է, ու փորձել եմ դրել տնային պայմանում, ամառը հանեմ, ձմեռը ներսում ու հնարավոր է ստացած։ Այդ մտքումս հիմա դա է։ Կապան, Ծավ, Մեղրի ռազմավարական նշանակության ավտոմայրուղին անցնում է Սպարտակ Ավետիսյանի տան մոտով։ Ասում է անգամ վարորդների ու զբոսաշրջիկների ուշադրությունից չի վրիպում անսովոր ծառատեսակը։ Շատ դեպքերում էլ ծառն է իրեն մատնում իր բարձրությամբ ու փարթամությամբ։ Գալիս է թույլ կտակ նկարվենք, այնչի չէ, եկեք մտնում են արանքում նկարվում են իրանց համար, սիրուն գնում են, հետաքրքրություն ձգում է էլի։
Հիմա որոշել եմ այն վերևում մի փոքր տեղ եմ բացել նոր, սրանից տանեմուտետում անմիջապես ճանապարհի մոտ լինի աճի ու գրավի մարդկանց։ Բանանից բացի արդեն 7 տարի է ծավի հողում արմատավորվել է էկզոտիկ մեկ այլ միրգ՝ կիվին։ Ի տարբերություն բանանի, կանաչ միրգը հավակնում է դառնալ եկամտաբեր բիզնես։ Անցյալային շատ էր բերքը, այնքան շատ էր, որ դաժե շուկա հանեցի։ Բայց այս տարի մի քիչ եղանակը որ ցուրտ էր, մարտին ցրտահարություն էր, ազդեց ծաղիկների բանի ծաղի վրա։ Սեփական ձեռքերով աճեցրած կիվին որակապես տարբերվում է շուկայում վաճառվողից, չափերով փոքր է, համով քաղցր։ Երբ ծառի տերևները կսկսեն դեղնել, ուրեմն բերքը քաղելու ժամանակը հասունացել է։ Նելի Միրզախանյան, Արթուր Հերավետյան, Առաջին ալիք։ Այժմ համար այսքան, մեր հաջորդ հանդիպում երեկոյան 5-ին է, առայժմ։